Երեխեք, ժողովը նրա համար է, որ ժողովից հետո հարցեր տա, ոչ թե բայց ժողովից մինչև առաջ։ ժողովը Ինչպես եք վերաբերում պատարագի ժամանակ վեհապարի անունը զեղչելուն։ Ժողովից հետո, ես հիմա չգիտեմ։ Ժողովից առաջ է տեղի ունեցել, այսօր չի տեղի ունենալու։ Ժողովից հետո հարցերի պատասխան։ Ամեն դեպքում կատարված ակտ էր, ինչ եք խուսափում։ Վեհապար հոր անունը զեղչելուն ինչպես եք վերաբերվում, դուք դա կանայիք թե ոչ։ Ստացված օգնական սրբազան դեր ներկայությամբ է դա տեղի ունեցել։ Դրան վերաբերում դեր դրա հանգով է եղել թե Ժողովից հետո, ժողովուրդ, ժողովից հետո։ Ինչ կարծիք ունեք, ժողովն է ձեր կարծիքը ձևավորելու։ Դուք ձեր հոտի առաջ ձեզ պատասխանատու չեք համարում։ Աբրամ Խնդրում եմ Սրբազան։ մի կաշկանդվեք ձեր կարծիքը հայտնեք։ Ես չեմ կաշկանդում, ժողովից հետո։ Վայոց ձորում էլ է նույնը եղել։ Սրբազան հստակ կարող եք ասել։ Հնարավոր է Փաշինյանի անունը շուտով հայտնվի ձեր պատարակների։ Սրբազան հստակ կարող եք ասել, դուք կաթողիկոսի հետ եք թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ Ասեք, մի սուր հարցեր դուք տվեք։ պատասխանեք Սրբազան, հստակ Չունեք սուր հարցեր։ Դուք ասեք, ես ուր հարց չենք տալիս։ Ժողովից հետո։ Կներեք ձեզ վախեցրել են, կաշկանդել են, ասում են, որ դուք ասելիք ասեցի արդեն, ժողովից հետո։ ասում են, որ դուք կոմերսանտություն եք անում եւ քաղաքական եւ գործարքներ։ Դուք ինչպես եք վերաբերվում սա։ Մենք ստիպված ենք այսպիսի հարցեր տալ, որովհետեւ հասարակությունը լայնորեն քննարկում է եւ իշխանության ջրաղացին ջուր է լցնում։ Ձեզ վրա ճնշումներ կա, Սրբազան։ Ինչ եք թաքցնում։ ունեցվածքը որտեղից եք դիզել։ Ճիշտ է, որ դուք ունեք հեկ։ Ասում են նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հենց ձեր ստեղծած ռեստորանն է խանգարել, որպեսզի եկեղեցին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ։